Երբ մենք երկար ժամանակ գadgetներին նայում ենք, մենք ակամա մեր թարթելու ռեֆլեքսը փչացնում ենք։ Այսինքն, եթե 1 րոպեում պետք է 20 անգամ թարթենք, մենք թարթում ենք 5 անգամ։ Ասթիգմատիզմը իրենից չի ներկայացնում առանձին հիվանդություն, դա կամ կարճատեսության, կամ հեռատեսության տեսակ է, կամ երկուսը միասին։ Անցնի կարճատեսությունը երեխայի մոտ։ Կարճատեսությունը չի կարող անցնել, այստեղ ջուրըմբռնում կա, կարող է անցնել օրինակ հեռատեսությունը, առանց որևիցե հպման, առանց պացիենտին կպնելու, մի քանի վայրկյանի ընթացքում ազատել նրան կարճատեսությունից, թեկուզ մինչև -7 կարճատեսություն, ասթիգմատիզմ, այո, շատ լավ արդյունքներ են լինում, եւ արդեն 15 վայրկյան տևողությամբ վիրահատությունից հետո պացիենտները ազատվում են տարիներ շարունակ ունեցած կարճատեսությունից։ Միայն չասեք 15 վայրկյան մի ժամ մտնում ենք եւ գնում ենք տուն։ Իհարկե 15 վայրկյանից հետո գնում են տուն։ Սա ցավոտ է։ Վիրահատությունը բացարձակ անցավ է։ Ողջույն, կյանքը տեսնել բոլոր նրբերանգներով։ Սրանում է, նաև սրանում է երջանկությունը։ Իսկ դա անելու համար, դա կարողանալ անելու համար պետք է ունենալ լավ տեսողություն։ Տարիների հետ իհարկե տեսողությունը որակապես ավելի նվազում է, ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա, եւ առհասարակ ինչպես կարողանալ պահպանել տեսողությունը, իսկ ինչ որ խնդիրներ ունելու դեպքում ինչպես կարելի է դրանք շտկել։ Կրահեցիք, այո, իհարկե։ Ակնաբուժ է այսօր իմ զրուցակիցը եւ նրա անունն է Նարեկ Միքայելյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Միքայելյան, այս շարժումը հեռախոսով բոլորիս կյանքում առկա է, օրվա մեջ առնվազն մի քանի ժամ պարբերաբար, եւ ասում են, որ այդպես հեռախոսը անդադար թերթելը տեսողության վրա ազդում է, այդպես է։ Իրականում գadgetներից օգտվելը դարի հիվանդություն է, դարի սովորություն է, ցավոք սրտի վատ սովորություն է, որը կարող է բերել ինչպես վատ տեսողության, այնպես էլ հոգնածության, գրգռվածության, քնի խանգարումների, պարկած մանավանդ մենք սովորություն ունենք գիշերային երեկոյան ժամերին մութ պայմաններում թերթել հեռախոսը, որը կարող է բերել ոչ միայն տեսողության վատացման, այլ նաև քնի խանգարումների, քանի որ հեռախոսի կապույտ էկրանը ինքը մեր ուղեղին ինֆորմացիա է տալիս, որ դեռևս ցերեկ է, իսկ ուղեղում արտադրող մելատոնին հորմոնը, որը պատասխանատու է քնի համար, չի արտադրում, ընկճում է նրա արտադրությունը, այսինքն ուղեղի ազդակ է ստանում, որ դեռևս քնելու ժամանակ չի, դեռևս կապույտ լույս է եւ այդպես զարգանում է նաեւ քնի խանգարումներ։ Իսկ ինչ վերաբերում է տեսողության խանգարումներին, իհարկե կարող է զարգանալ տեսողության խանգարումներ չորաչքի համախտանիշի առաջացման հետ, ինչպես նաեւ եթե մարդիկ ունեն հակվածություն դեպի կարճատեսության զարգացմանը, կարող է զարգանալ նաեւ ակոմոդացիայի սպազմ, կեղծ կարճատեսություն, որը երկարատև գործոնի ազդեցության տակ, այսինքն գadgetներից օգտվելու ազդեցության տակ կարող է վերածվել իրական կարճատեսության։ Բայց այստեղ կարևոր է նշել, որ հենց գadgetները կարճատեսության պատճառ չեն կարող առաջացնել, որովհետեւ սա միֆ է, մարդկության մեջ տարածված, եւ ասում են, որ երեխաները երկար հեռախոսից օգտվելու արդյունքում ձեռք են բերել կարճատեսություն, սա իհարկե ճիշտ չէ։ Պետք է լինի նախատրամադրվածություն կարճատեսության զարգացման, իսկ կեղծ կարճատեսություն, այսինքն ակոմոդացիայի սպազմը, որի համար պետք է հետագայում երեխաները երկար բուժվեն, դա կարող է առաջանել իհարկե։ Ինչպես զանազանել կեղծ է, թե իսկապես տեսողական խնդիր կա, օրինակ ծնողը երեխայի պարագայում ինչպես հասկանա, այ հեռախոսը ձեռքից վերցրեց, կվերականգնվի տեսողությունը, թե սա այլևս քրոնիկ վիճակ է։ Քանի որ սա սովորություն է վատ, մենք մեր երեխաներին եւս միշտ աշխատում ենք սահմանափակել հեռախոսներից օգտվելը, իմանալով, որ դա իհարկե վնաս է, եթե ոչ կարճատեսության, ապա չորաչքի համախտանիշի զարգացմանը, որը կարող է բերել այլ հիվանդությունների առաջացմանը աչքի, բայց զանազանելու համար երեխայի տեսողությունը վատացել է, թե չի վատացել, ունի տեսողական խնդիրներ, պետք է ուղղակի ծնողին պահանջվում է ուշադրություն դարձնել երեխային, այսինքն նայել երեխան ինչպես է դիտում օրինակ հեռուստացույցում մուլտֆիլմերը կամ կինոֆիլմերը, կինոները մոտ հեռավորության վրա է դա դիտում, թե ուղղակի հեռվից է նայում։ Երեխաները նայելուց կկոցում են աչքերը, թե չեն կկոցում։ Հաճախակի երեխաները կարող են գանգատվել գլխացավերից, հոգնածությունից,
դպրոցից գալիս են եւ ասում են արդեն հոգնել են, չեն կարող, սա արդեն ազդակ է, որ կա ինչ-որ խնդիր։ Դա տեսողության լարման հետևանք։ Այո, նույնիսկ կարող են ուսուցիչները տեղեկացնել ծնողներին, որ երեխայի առաջադիմությունը դժվել է եւ չի կարող երեխան նորմալ դասապրոցեսը մասնակցել, մասնակցել դասապրոցեսին։ Այդ աչքերի չորությունից ինչպես ազատվենք ոչ միայն երեխաները, այլ նաև մեծահասակները հենց գործի բնույթով էլ շատ հաճախ համակարգիչներով են աշխատում եւ իսկապես աչքի չորություն է առաջանում, ինչպես հասկանալ սա հենց այդ միայն պարզապես չորությունն է, թե իսկ արդեն տեսողական խնդիր կա եւ ինչպես սրանից ազատվել, ինչ օգտագործել։ Նախ եկեք հասկանանք, թե ինչ է աչքի չորությունը։ Մեր տեսողական օրգանի նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ է, որպեսզի աչքի արտաքին մակերեսը միշտ լինի խոնավ։ Այդ խոնավությունը ապահովում է արդյունքային թաղանթը, որը ունի 3 հատված, 3 մասից է կազմված։ Եվ այդ 3 մասից որևիցե մեկի անբավարար արտադրությունը կամ անբավարարությունը կարող է բերել հենց չոր աչքի համախտանիշի առաջացման, այսինքն աչքի արտաքին մակերեսը բավարար կերպով չի խոնավանում եւ առաջանում են խնդիրներ աչքի չորության տեսքով, այսինքն աչքում օտար մարմնի զգացողություն, աչքի գրգռվածություն, կարմրություն, արդյունքահոսություն, եւ շատերը գալիս են ասում են չոր աչքի համախտանիշ ունենք, ասում են չէ, բժիշկ իմ աչքերը անդադ թաց են լինում, բայց սա ոչ թե թաց իրական թացն է, այլ գրգռվածության արդյունքում ռեֆլեկտոր սկսում են գեղձերը, արդյունքային գեղձերը, պաշտպանիչ մեխանիզմով գեր արտադրել արդյունքը եւ արդյունքում առաջանում է այդ արդյունքահոսությունը։ Եվ այդ 3 շերտերից որևիցե մեկի անբավարարությունը բերում է հենց չոր աչքի համախտանիշի առաջացմանը։ Ինչն է պատճառը։ Առաջին դա գադջետներից երկար օգտվելը։ Երբ մենք երկար ժամանակ գադջետներին նայում ենք, մենք ակամա մեր թարթելու ռեֆլեքսը փչացնում ենք։ Այսինքն, եթե 1 րոպեում պետք է 20 անգամ թարթենք, մենք թարթում ենք 5 անգամ։ Արդյունքում թարթելու նպատակը դա աչքի արտաքին մակերեսը խոնավացնելն է եւ միկրոբներից եւ թոշիներից մաքրելն է, այո։ Հենց այդ խոնավացման process-ը խախտվում է եւ աչքը սկսում է չորանալ, այսինքն մակերեսը չի հասցնում բավարար չափով խոնավանալ եւ զարգանում է չորությունը։ Երկրորդ պատճառը դա օդի չորությունն է։ Եթե նախկինում հիմնարկներում էր կոնդիցիոներներ կամ օդորակիչները, հիմա արդեն բոլոր տներում այո կան օդորակիչներ, որոնք բարձրացնելով օդի չորությունը, օդը չորացնելով նրանք արագացնում են մեր աչքի մակերևույթից այդ արդյունքի գոլորշիացման տեմպը եւ արդյունքում էլի կրկին առաջանում է աչքի չորություն։ Բացի դրանից կարող է զարգանալ աչքի չորություն նաեւ կոպերի հիվանդությունների ժամանակ, ես ասեցի, որ կան 3 շերտից է կազմված արդյունքային թաղանթը, այդ 3 շերտերից մեկի արտադրությանը մասնակցում է հենց կոպի հաստության մեջ գտնվող գեղձերը, որոնք ախտարվելու դեպքում բավարար չափով լիպիդ չեն արտադրում, այդ մուծին չեն արտադրում, որը հանդիսանում է բաղկացուցիչ մասը հենց արդյունքային թաղանթի եւ արդյունքում էլի զարգանում է աչքի չորություն։ Կան էլի պատճառներ, օրինակ կոնտակտային լինզաների կրումը, տարբեր աուտոիմուն հիվանդություններ, շատ հիվանդություններ կան, որոնք կարող են բերել աչքի չորությանը։ Բժիշկ, մի հարց տամ, միգուցե բժշկի համար դա անտրամաբանական թվա, բայց խոսեցիք օդի չորությունից, ինչը առաջացնում է նաև աչքի խնդիրներ, աչքի չորություն։ Եթե սենյակի բնակարանի խոնավությունը պահպանենք, ինչպես օրինակ ասմատիկներին նշանակում են բժիշկները, հատուկ այսպես օդը խոնավ է, եթե խոնավ պահենք տարածքը բնակարանի, կնպաստենք աչքի առողջությանը։ Իհարկե, հենց այդ ֆակտորը, օդի չորության ֆակտորը մենք կբացառենք, եթե իհարկե չկան այլ ուղեկցող ֆակտորներ, մենք միայն օդի խոնավությունը պահպանելով, բայց գադջետներով անընդհատ օգտվելով մենք չենք կարող բացառել աչքի չորությունը, պետք է պահպանվի ոչ մի տեսողական հիգիենա, այսինքն ճիշտ լուսավորություն, կարդալու ընթերցանության ճիշտ դիրք եւ օդի համապատասխան խոնավության մակարդակ, որպեսզի մենք կանխենք չորությունը։ Բժիշկ, ձեր ամեն պատասխանից հետո բազմաթիվ հարցեր են ինձ մոտ առաջանում, բայց ես անպայման ուզում եմ հիմա արդեն սկսենք խոսել աչքի կորեկցիայից, որովհետև դրա պահանջարկը իսկապես շատ մեծ է։
լազերային կորեկցիան որ պարագաներում է առավել գերադասելի, արդյոք ունի տարիքային սահմանափակում, թե չէ, որովհետև շատ հաճախ են մարդիկ սկսել դիմել այս միջամտության, ուզում եմ հասկանամ դրա վտանգավորությունը, արդյունավետությունը եւ ում է ցուցված։ Լազերային կորեկցիան դա աչքի ռեֆրակցիոն համակարգի խախտումների, շեղումների շտկման ժամանակակից մեթոդն է։ Իսկ աչքի ռեֆրակցիոն համակարգի շեղումները դրանք կարճատեսությունն են, հեռատեսությունն է եւ ասիգմատիզմը։ Կարճատեսության դեպքում մարդ վատ է տեսնում հեռուն, լավ է տեսնում մոտիկը։ Հեռատեսության ժամանակ կախված աստիճանից լինում է երբ հեռուն է վատ տեսնում եւ մոտիկը լինում է հեռուն լավ է տեսնում, մոտիկը վատ է տեսնում, սա տարիքային հեռատեսության մասին է։ Այստեղ կարևոր է շատ կցանկանայի շեշտել ասիգմատիզմի մասին։ Շատերը կարծում են, թե ասիգմատիզմը ինքը առանձին հիվանդություն է եւ օրինակ զանգում հարց ունեն բժիշկ, իսկ ո՞նց կարելի է միայն շտկել ասիգմատիզմը, երբ որ հարց ունեմ կարճատեսություն ունեք կամ հեռատեսություն, ասում են չէ, միայն ասիգմատիզմ։ Իհարկե սա սխալ է։ Ասիգմատիզմը դա կամ կարճատեսության կամ հեռատեսության տեսակ է կամ երկուսը միասին։ Այսինքն, եթե մենք պատկերացնենք աչքը կլոր օրգան, ինքը ունի հորիզոնական եւ ուղղահայաց առանցքներ եւ ջրաթաղանթը։ Եվ եթե օրինակ եղջերաթաղանթի ուղղահայաց առանցքում մենք ունենք -3, իսկ հորիզոնական առանցքում ունենք -1, այդ -3 եւ -1 տարբերությունը երկու դիոպտրիա է, դա հենց կոչվում է ասիգմատիզմ։ Նույնը նաեւ հեռատեսությունը։ Լինում են դեպքեր, երբ աչքում կա եւ պլյուս եւ մինուս։ Սա կոչվում է խառը ասիգմատիզմ, այսինքն շատ կցանկանայի շեշտել, որ ասիգմատիզմը իրենից չի ներկայացնում առանձին հիվանդություն, դա կամ կարճատեսության կամ հեռատեսության տեսակ է, կամ երկուսը միասին։ Աստիգմատիզմի, կարճատեսության, հեռատեսության ժամանակակից շտկման մեթոդներից է, ինչպես նշեցինք, լազերային կորեկցիան, տեսողության լազերային կորեկցիան։ Իհարկե, նախքան լազերային կորեկցիան ավելի վաղ մանկական հասակում մենք պետք է շտկենք կամ ակնոցներով, կամ կոնտակտային լինզաներով, իսկ արդեն 18 տարեկանը լրանալուն պես արդեն կարող ենք անցնել կարճատեսության կամ հեռատեսության ասիգմատիզմի լազերային կորեկցիայի։ Ինչու չենք իրականացնում մինչև 18 տարեկանը կորեկցիան, որովհետև մենք մինչև 18 տարեկան մեր օրգանիզմը դեռ գտնվում է աճի փուլում։ Իսկ կարճատեսությունը ինքը ունի զարգացման էտապներ, այսինքն նա կարող է մինչև 18 տարեկանը զարգանալ, աճել։ Եվ անցնի կարճատեսությունը երեխայի մոտ։ Կարճատեսությունը չի կարող անցնել, այստեղ ջուրն բռնում կա, կարող է անցնել օրինակ հեռատեսությունը, եթե վաղ մանկական հասակում հայտնաբերել ենք ոչ բարձր, այլ միջին կամ ցածր աստիճանի հեռատեսություն, ինքը տարիների ընթացքում կարող է անցնել, բայց կարճատեսությունը հակառակը, կարճատեսությունը աճելու հակում ունի, քանի որ աչքը երկարում է կարճատեսության ժամանակ, այսինքն ունենք կարճատեսության երկու հիմնական տեսակ՝ առանցքային եւ ռեֆրակցիոն։ Երբ որ աչքը երկարում է, մեր աչքի բեկող համակարգով անցնող ճառագայթները չեն ֆիքսվելու ցանցաթաղանթի վրա, նրանք ցանցաթաղանթից առաջ են պրոյեկցվում եւ մարդը սկսում է վատ տեսնել։ Այդ պատճառով կարճատեսությունը չի կարող տարիների ընթացքում անցնել, կան այդպիսի մարդիկ, որոնք կարծում են, թե ակնոցներ կրելով երեխայի մոտ կարճատեսությունը կանցնի, բայց դա թյուր ըմբռնում է։ Եթե երեխայի մոտ նկատվել է հեռատեսություն եւ չկրի ակնոցներ, չզբաղվեն ծնողները դրանով, բժշկի չդիմեն առհասարակ, ինքն իրենով կարող է սա շտկվել տարիների ընթացքում։ Տեսեք, հեռատեսությունը ինքը վատ սովորություն ունի, ինքը կարող է առաջացնել ծույլ աչքի համախտանիշ։ Այսինքն, եթե մենք վաղ հասակից, վաղ մանկական հասակից չհայտնաբերենք հեռատեսությունը եւ չկորեկցենք դա, տարիների ընթացքում արդեն կառաջանա ամբլիոպիա կոչվող ծույլ աչքի համախտանիշը, այսինքն մեր ուղեղը կսովորի այն ինֆորմացիան, որը տալիս է նրան աչքերը։ Արդեն ավելի հասուն տարիքում, ավելի մեծ տարիքում մենք ինչքան էլ փորձենք կորեկցենք այլ հեռատեսությունը, մենք չենք կարող ստանալ բարձր տեսողություն։ Դա է պատճառը, որ մենք հորդորում ենք ծնողներին, եթե նկատել եք ձեր երեխաների մոտ տեսողության շեղումներ, Օրինակ կկոցում աչքերի։ այո, կոծումը սա հեռատեսության նշան է կամ ասիգմատիզմի կարճատեսության նշան է կամ ասիգմատիզմի ավելի շատ, բայց հեռատեսության դեպքում երեխաները սկսում են վատ նայել հեռուստացույցին, վատ են նայում ընթերցանության կամ գրել կարդալու ժամանակ դժվարանում են։ Ամեն դեպքում, եթե ծնողները նկատում են երեխաների մոտ վատ տեսողություն, ցանկալի է դիմել ակնաբույժի։
Լազերային կորեկցիան ճշտեցինք, որ կարելի է իրականացնել 18 տարեկանը լրանալուց հետո եւ դուք բազմաթիվ խնդիրներ նշեցիք, որ լինում է միաժամանակ եւ ասիգմատիվ եւ կարճատեսություն եւ հեռատեսություն մեկ միջամտությամբ հնարավոր է շտկել այս ամբողջը։ Իհարկե հնարավոր է, կան լազերային կորեկցիայի տարբեր մեթոդներ, դրանք ամենահանից FRK-ն է, հետո լեսիկ մեթոդն է, ֆենտոլեսիկ եւ վերջին ամենազարգացած մեթոդը դա SMILE մեթոդն է, որը հնարավորություն է տալիս տարբեր աստիճանի ռեֆրակցիոն խանգարումներ շտկել։ Ամենաշատ տարածվածը դա իհարկե լեսիկ եւ ֆենտոլեսիկ մեթոդներն են, բայց ներկայումս մենք կիրառում ենք նաեւ FRK մեթոդը, որը հնարավորություն է տալիս առանց որևիցե հպման, առանց պացիենտին կպնելու մի քանի վայրկյանի ընթացքում ազատել նրան կարճատեսությունից, թեկուզ մինչև -7 կարճատեսություն, աստիգմատիզմ, այո, շատ լավ արդյունքներ են լինում եւ արդեն 15 վայրկյան տևողությամբ վիրահատությունից հետո պացիենտները ազատվում են տարիներ շարունակ ունեցած կարճատեսությունից։ Եվ երբ որ նրանք 1 կամ 2 ամիս հետո գալիս են մեր մոտ կրկնակի հետազոտման, մենք եւս շատ ուրախանում ենք արդյունքներով, որովհետեւ ունեցած -6, 7 կամ 8 կարճատեսությունը մենք հետազոտությունների ժամանակ ստանում ենք 0, 0, 0 եւ շատ մենք էլ ենք ողջևորում իհարկե դրանից։ Այսինքն 15 վայրկյան -7-8-ից բացարձակ տեսողության եք վերադառնում եւ այս արդյունքը ինչքան ժամանակ է պահպանվում։ Իհարկե, եթե մենք իրականացնում ենք վիրահատությունը հակացությունների բացակայության պայմաններում, իսկ դրա համար մենք նախնական հետազոտություններ ենք իրականացնում, մանրակրկիտ ծնում ենք աչքը, անամնեզ ենք հավաքում, չկան արդյոք ուղեկցող հիվանդություններ, այս արդյունքը պահպանվում է մինչև կյանքի վերջ։ Միայն չասեք 15 վայրկյան միջամտում ենք եւ գնում եք տուն։ Իհարկե 15 վայրկյանից հետո գնում են տուն եւ արդեն կաթացնում են հետվիրահատական, այդ իրականացնում են բուժումները հետվիրահատական։ Իհարկե այստեղ շատ են հարցնում հղիության, նախքան հղիությունը կարելի է արդյոք վիրահատել կամ հղիության պլանավորման ընթացքում, կամ հղիության ընթացքում, կամ կերակրման ընթացքում կարելի է իրականացնել, քանի որ զարգանում է մեթոդը եւ գայթակղությունը մարդկանց մոտ կարճատեսների մոտ ուզում են ինչքան հնարավոր շուտ վիրահատվեն, բայց կան սահմանափակումներ, այսինքն եթե պլանավորում ենք հղիություն, մենք պետք է իրականացնել վիրահատությունը հղիության պլանավորումից 6 ամիս շուտ։ Եվ իհարկե հղիության ընթացքում բացառվում է, կերակրման շրջանում եւս բացառվում է եւ արդեն պետք է կերակրման շրջանի ավարտից 3 ամիս հետո նախատեսել վիրահատությունը, քանի որ հղիության ընթացքում, կերակրման ընթացքում կանանց օրգանիզմում կատարում է հորմոնալ տեղաշարժեր, որի արդյունքում առաջանում է կեղծ տվյալներ կարճատեսության, այսինքն մենք կստանանք այնպիսի տվյալներ, որոնք իրականում չկա, եւ եթե հիմնվելով այդ տվյալների վրա մենք իրականացնենք լազերային կորեկցիա, մենք արդեն հորմոնալ այդ վերափոխումների կարգավորվելուց հետո կունենանք լրիվ այլ պատկեր։ Այսինքն այս շրջանում մենք խորհուրդ չենք տալիս վիրահատություն։ Եվ լազերային կորեկցիայից հետո որոշակի աչքի կաթիլներ եք միայն նշանակում, թե նաեւ դեղորայքային ցուցակ ունեք։ Իհարկե միայն կաթիլներ, առաջի 1-2 օրնայու ցավազրկողներ ենք նշանակում, որովհետև միջամտություն է կատարվում աչքի վրա, բայց դա 1-2 օր է տևում, իսկ հետագայում արդեն կաթիլներ, մի քիչ ավելի երկար խոնավեցնող կաթիլներ, քանի որ ցանկացած տեսակի լազերային միջամտությունից հետո զարգանում է նույն չոր աչքի համախտանիշը, քանի որ մենք փոխում ենք աչքի անատոմիան եւ կարիք է լինում արդեն լրացուցիչ խոնավեցնող կաթիլներ կաթեցնելու։ Ինքը վիրահատությունը ցավոտ է։ Բացարձակ ցավոտ չէ, ես միշտ իմ պացիենտներին, երբ որ գալիս են վախելով գալիս են, ասում եմ մի վախեցեք, բացարձակ ցավոտ չի լինի, հետո կխոսենք վիրահատությունից հետո արդեն նստում են ու զարմանում են, որ ինչու են այսքան ժամանակ վախեցել ու չեն եկել վիրահատության։ Այսինքն չեք քնեցնում, չեք ցավազրկում, բայց չի ցավում։ Ցավազրկող կաթիլային, մեկ կաթիլ ցավազրկող ենք կաթեցնում ու վերջ։ Նույնիսկ ձեռքով չենք կպնում, միակ գործիքը, որ դրվում է աչքին, դա կոպլայնիչն է, որպեսզի աչքը բաց լինի, այո, չթարթի, ու վсё։ Մենք
աչքին ընդհանրապես զերծ չենք տալիս, ժամանակակից լազերները, որից մենք օգտվում ենք, նրանք մեր փոխարեն ամեն ինչ կատարում են։ Հերվից միջամտություն։ Բժիշկ, անընդհատ վերադառնում ենք աչքի չորությանը, կարող եք մեր հետևորդներին այսպեսի մի խորհուրդ տալ, ինչ կաթիլներ կամ ինչ անել այս աչքի չորությունից, գերհոգնածությունից ազատվելու համար, որովհետև շատ հաճախ իսկապես կարծես ավազ լինի աչքերիդ մեջ զգացողությունը, կարմրություն է լինում աչքերի մեջ եւ մարդիկ այսպես ChatGPT խորհրդատվությամբ, որը հաճախ ստելու կատակասեր է դարձել հատկապես վերջերս, կամ այսպես պարզապես դեղագործի խորհրդով ինչ որ կաթիլներ են գնում եւ օգտագործում, հետո պարզվում է այդպես չպիտի անեին։ Ինչ անեն աչքի չորությունից ազատվելու համար։ Տեսեք, ինչպես ցանկացած հիվանդություն, առաջին հերթին պետք է մենք պատճառը վերացնենք։ Եթե կա պատճառ, մենք թվարկեցինք չոր օդ, գադժետներ, կոնտակտային լինզաներ, կոպերի հիվանդություն, այլ հիվանդություններ, պետք է առաջի հերթին զբաղվենք այս հիվանդությունների, եթե չի հաջողվում իհարկե լրիվ բուժել, լրիվ վերացնել, գոնե կարգավորվելու process-ի կարգը, որից հետո արդեն պետք է անցնենք իհարկե խոնավեցնող կաթիլների կամ բազմաթիվ խոնավեցնող կաթիլներ, որոնք մի մասը պարունակում են կոնսերվանտներ, մյուս մասը չեն պարունակում կոնսերվանտներ։ Իհարկե այս կաթիլները իրենք դեղորայք չեն Պրոֆիլակտիկ որպես դեղորայք, այ շատերին երբ որ կաթեցում նշանակում ենք, ասում ենք պետք է երկար կաթեցնենք, բժիշկը չի վնասի մեր աչքը։ Իհարկե չի վնասի, որովհետև դրանք չեն հանդիսանում որպես դեղամիջոց։ Իհարկե կան խոնավեցնող կաթիլներ, որոնք պարունակում են կոնսերվանտներ իրենց կազմում, որոնք կարող են երկարատև կաթացնելու ընթացքում հասնեն որոշակի վնաս աչքին։ Դրա համար մենք խորհուրդ ենք տալիս կիրառեն առանց կոնսերվանտների կաթիլներ, որպեսզի խոնավեցնող էֆեկտը մաքսիմալ լինի։ Եթե աղբյուրը, խնդրի պատճառը հեռացնել չենք կարողանում, որտեղ մարդը նույն համակարգչով աշխատում է ամեն օր, բայց եւ ունի այս դիսկոմֆորտը աչքերի, այդ կաթիլները չեն օգնելու։ Կաթիլները կօգնեն, բայց այստեղ պետք է կա այսպիսի մի կանոն 20-20-20, այսինքն 20-20-20 սկզբունքը պետք է պահպանել, դա նշանակում է 20 րոպեն 1, 20 վայրկյանով նայել 20 ֆուտ հեռավորության, որը 6 մետրին համապատասխանում է հեռավորության ինչ-որ մի առարկայի, այսինքն ժամանակ առ ժամանակ պետք է դադարներ տանք եւ պետք է համակարգչի, եթե պետք է աշխատում ենք համակարգչի էկրան, պետք է համակարգչի էկրանի լուսավորությունը, կոնտրաստը մի քիչ իջացնենք, ավելի շատ ավելի տաք գույների վրա դնենք համակարգչի էկրանի լուսավորությունը, ոչ թե կապույտի, որ ես նշեցի, մեր մելատոնին հորմոնը կընկճի եւ մեր մոտ եւ հոգնածություն, եւ գրգռվածություն, եւ քնի խանգարաններ կառաջանա։ Պարոն Միքայելյան, այս 20-20-20 սկզբունքը կարծես թե աչքի ֆիթնես լինի, մի փոքր ավելի մանրամասն կարող եք ասել մեր հետևորդներին աչքի մարմնամարզությամբ զբաղվելու համար։ Աչքի մարմնամարզությունը իհարկե օգտակար է, բայց նա չի կարող բուժել կարճատեսությունը կամ հեռատեսությունը, որովհետև ինձ Կանխել կարող է։ այո, ինձ շատ են դիմում պացիենտներ, ասում են մենք ունենք օրինակ կատարակտ կամ ունենք կարճատեսություն, մենք ակնոց չենք կրել, մենք զբաղվել ենք միայն աչքի վարժություններով, մեզ ասել են, որ դա կօգնի։ Իհարկե դա շատ մեծ սխալմունք է, միֆ է։ Աչքի վարժությունները կարող են օգնել ազատել հոգնածությունից աչքերը, այլ ոչ թե բուժել տարբեր հիվանդություններ։ Իհարկե մենք խորհուրդ ենք տալիս, մանավանդ եթե տվյալ անձը աշխատանք կապած է համակարգչով աշխատելու հետ կամ գadgetներից հետ, խորհուրդ ենք տալիս, որ ժամանակ առ ժամանակ կատարեն դադարներ եւ կաթեցնեն խոնավեցնող կաթիլներ, բայց աչքի վարժությունները ոչ մի դեպքում չեն կարող բուժել այս կամ այն հիվանդությունը։ Զուտ պրոֆիլակտիկ բնույթ։ Բժիշկ, կարելի է հաջորդաբար օգտագործել աչքի լինզաներ եւ ակնոցներ եւ արդյոք կարելի է այսինքն հակացուցումը չունի գունավոր լինզաներ օգտագործել համատեղությամբ կարճատեսության կամ հեռատեսության, որտեղ այդպիսիք էլ գոյություն ունեն։ Իհարկե ակնոցները եւ կոնտակտային լինզաները կարող են հաջորդաբար օգտագործել, այստեղ տարբերությունը յուրաքանչյուր կոռեկցիայի շտկման ռեֆրակցիայի շտկման պարագան ինքը ունի իր եւ լավ կողմերը եւ վատ կողմերը։ Օրինակ ակնոցները նրանք սահմանափակում են մեր տեսադաշտը եւ ջախջվելու հակում ունեն, չէ՞։
անդա պետք է հանես դες ինչ-որ մի բան նայելու համար, կոնտակտային լինզաներ դրանք չունեն, բայց կոնտակտային լինզաները ունեն այլ խնդիր, պետք է իդեալական տիրապետես կոնտակտային լինզաների խնամքի հիգիենային կանոններին, այսինքն պետք է մաքուր ձեռքերով անդա դնես, հանես, պետք է լավ խնամվի ու կոնտակտային լինզաները ժամանակի ընթացքում առաջացնում են աչքի չորություն։ Դրա համար եթե հնարավոր է չկրել գունավոր լինզաներ, իհարկե պետք է չկրել, որովհետև դրանք ժամանակի ընթացքում առաջ կբերեն աչքի չորություն եւ համապատասխան խնդիրներով հանդերձ։ Իսկ այս դեկորատիվ լինզաները կարող են նպաստել տեսողության անկման։ Չեն կարող նպաստել, դրանց միակ բացասական կողմը չորության զարգացումն է։ Այս լինզաների կրման պարագայում նաև այսպիսի աչքերը տրորելու շարժուման էլ չի կարելի։ Իհարկե չի կարելի, որտեղ մենք կտեղաշարժենք լինզաները եւ կկորցնենք նույնիսկ աչքի մեջ, որտեղ շատ են դիմում մեզ պացիենտներ, երբ որ փորձում են հանել լինզաները, չեն կարող եւ կոպերի անկյուններում նրանք կորում են եւ արդեն ստիպված ենք մենք հանել դրանք հիվանդանոցային պայմաններում։ Դրա համար նույնիսկ եթե չեն կրում լինզաներ, աչքը տորորել բացարձակ հակացված է, որտեղ դրա արդյունքում կարող են առաջանալ բազմաթիվ խնդիրներ, սկսած կեռատոկոնուս հիվանդությունից մինչև աչքի ինֆեկցիոն հիվանդություններ։ Որտեվ աչքերը տրորելը առաջին բանն է, ինչ անում ես աչքերի չորություն զգալուց հետո։ Այո, դա արդեն ազդակ է մեր համար, որ պետք է զբաղվել, պետք է դիմել ակնաբուժի եւ ախտորոշել հիվանդություն, որից հետո իրականացնել պատշաճ բուժում։ Բժիշկ, լազերային կորեկցիայի տեսողության կրկնակի վիրահատության կարիք լինում է թե չէ, եւ եթե ինչ-ինչ պատճառներով այո առաջանում է, արդյոք կարելի է երկրորդ անգամ միջամտություն անել։ Մենք աշխատում ենք լազերային կորեկցիան կրկնակի չիրականացնել, որովհետև մենք լազերային կորեկցիայի ժամանակ փոխում ենք աչքի մակերեսի տեսքը, անատոմիան, այսինքն բարակեցնում ենք եղջերաթաղանթը։ Բարակ եղջերաթաղանթը ունի իր բացասական կողմերը, քանի որ նա կարող է ժամանակի ընթացքում ավելի բարակել եւ առաջացնել օրինակ կեռատոկոնուս հիվանդությունը։ Դրա համար մենք ունենք շեմ, որից ներքև մենք իրավունք չունենք բարակեցնելու եւ այդ շեմը կապված է օրինակ աստիճանից, եղջերաթաղանթի հաստությունից եւ կարճատեսության աստիճանից։ Եթե կարճատեսության աստիճանը օրինակ -9 է կամ -10-12 է, մենք չենք կարող լրիվ -10-12-ը զրոյացնել, քանի որ մենք պետք է շատ բարակեցնենք եղջերաթաղանթը, որի արդյունքում կառաջանան այլ խնդիրներ։ Մենք իրականացնում ենք այնքան, ինչքան մեր կարգավիճակը տուլ է տալիս, այո, որպեսզի հետագայում չունենանք լուրջ խնդիրներ։ Բժիշկ, իսկ եթե մարդը արդեն դիմել է լազերային կորեկցիայի, հետո տարիների ընթացքում նաև աչքի ոսպնյակի փոխելի կարիք է լինում, արդյոք արդեն հակացուցում է, եթե նախորդ միջամտությունը վիրահատությունը իրականացրել է։ Իհարկե հակացություն չէ, եթե կա ոսպնյակի պղտորում, մենք իրականացնում ենք նաև ոսպնյակի փոխարինման վիրահատությունը կատարակտի կապակցությամբ, կան բազմաթիվ բանաձևեր, որոնք թույլ են տալիս նույնիսկ լազերային կորեկցիայից հետո հաշվարկել ոսպնյակի ճիշտ համարը եւ տեղադրել տվյալ պացիենտին, դրանով իսկ շտկելով նույնիսկ եթե կա մնացորդային կարճատեսություն, նույնիսկ շտկել այդ կարճատեսությունը։ Ոսպնյակը փոխելով։ Իհարկե, շատ դեպքերում մենք օրինակ 45 տարեկանից հետո երբեմն խորհուրդ չենք տալիս իրականացնել վիրահատություն կարճատեսության կամ հեռատեսության ասթիգմատիզմի շտկման հետ կապված, քանի որ 45 տարեկանից հետո մեր մոտ զարգանում է եւ տարիքային հեռատեսություն, այսինքն մոտ հեռավորության վրա մենք սկսում ենք ակմոսներ կրել, որպեսզի տեսնենք եւ զարգանում են փոփոխություններ ոսպնյակում։ Դրա համար մենք խորհուրդ ենք տալիս իրականացնել ոսպնյակի փոխարինում արհեստականով, որը հնարավորություն կտա եւ շտկել տվյալ կարճատեսությունը կամ հեռատեսությունը կամ ասթիգմատիզմը եւ շտկել եւ հեռացնել կատարակտը, այսինքն մենք հաշվարկելով ճիշտ ոսպնյակ, մենք կարող ենք շտկել բոլոր այդ ռեֆրակցիայի խանգարումները, ինչպես նաեւ կատարակտը։ Սա իմիջիալոց ժամանակակից բժշկության մեթոդներից մեկն է, այսինքն ոսպնյակների ռեֆրակցիոն փոխարինում, որը բավականին մեծ ծավալով իրականացնում ենք նաև մենք եւ ստանում ենք բավականին լավ արդյունքներ։ Նույնիսկ ոսպնյակները կան տարբեր ոսպնյակներ, որոնք թույլ են տալիս մեզ վիրահատությունից հետո տարբեր հեռավորությունների վրա ստանալ բարձր եւ հստակ տեսողություն։
Իսկ որ պարագաներում է իսկապես պետք փոխել աչքի ոսպնյակը, որովհետև սա, եթե համեմատել լինենք լազերային կորեկցիայի հետ, տեսողության շատ ավելի լուրջ միջամտություն է։ Այո, սա արդեն միկրոինվազիվ վիրահատություն է։ Ոսպնյակները փոխարինում ենք պարտադիր, երբ ունենք կատարակտ արդեն զարգացած կամ կարճատեսություն այնպիսի աստիճան, որը թույլ չի տալիս մեզ լազերային կորեկցիայով շտկել։ Կատարակտի ժամանակ արդեն կապված թե կատարակտի ինչ աստիճան է սկսվող, ոչ հասուն, հասուն կամ գերհասուն, արդեն իրականացնում ենք ոսպնյակի փոխարինում։ Իհարկե ժամանակակից բժշկությունը թույլ է տալիս մեզ իրականացնել կատարակտի վիրահատություն արդեն իր զարգացման սկզբնական շրջաններում, որը ավելի ողջունելի է, քան սպասել կատարակտի հասունացումը, քանի որ հասուն շրջանում վիրահատության ընթացքում, այսինքն ներվիրահատական բարդությունների եւ հետվիրահատական շրջանում առաջացող բարդությունների հավանականությունը բավականին բարձր է լինում։ Ինչպես մարդը փորձի հասկանալ, որ կատարակտան միգուցե ունի եւ դիմի բժշկի, դա ինչ է, փառ է աչքերի առաջ առաջանում, տեսնում է, բայց պղտոր է տեսնում, ինչ խնդիրներ է տեսողական կատարակտան առաջացնում։ Իհարկե առաջացնում է ուրեմն համախտանիշներն են տեսողության պղտորումը, անպամած տեսողությունը, գունազգացողության խանգարումները, լուսի աղբյուրին նայելուց ծիածանի գույներին բնորոշ շեպսի գույների օղակների առկայությունը եւ արդեն տեսողության բավականին վատացումը, դրանք նշաններ են, որ կան այստեղ խնդիրներ եւ անհապաղ պետք է դիմել բժշկի։ Ցոցավոտ է։ Վիրահատությունը բացարձակ անցավ է, բացարձակ վիրահատությունից հետո 1 ամիս շարունակ կաթացնում են կաթիլներ եւ արդեն ունենում են մոտ 1-2-3 օր հետո արդեն ունենում են հստակ տեսողություն։ Իսկ ոսպնյակները կյանքի ընթացքում կարելի է փոխել մեկ անգամ։ Ոսպնյակները տեղադրում են 1 անգամ ամբողջ կյանքի ընթացքում։ Լինում են դեպքեր, երբ տարբեր պատճառներով առաջանում են խնդիրներ, օրինակ սխալ հաշվարկի կամ պացիենտը տեղադրել է սովորական մոնոֆոկալ ոսպնյակ, հետո ասում է բժիշկ ջան, ես փոշմանել եմ, ուզում եմ դնել բազմաֆունկցիոնալ ոսպնյակ, այդ դեպքում արդեն խիստ ցուցումներով որոշակի վերահաշվով, Բայց հնարավոր է։ իհարկե հնարավոր է։ Ցանկալի սկզբնական շրջաններում, որ ոչ թե 1, 2, 3 տարի հետո, բայց դա հնարավոր է իրականացնել որոշակի ցուցումների առկայության պայմաններում։ Ոսպնյակների լվացում լինում է։ Չէ, ոսպնյակների լվացում չի կարող լինել, որովհետև ոսպնյակները գտնվում են աչքի ներսում եւ նրանք գտնվում են ներակնային հեղուկի անդադ հոսքի մեջ։ Նրանք լվանալ իմաստ չկա, կարիք չկա։ Կա այլ խնդիր, ոսպնյակային հետին պատիճի, ոսպնյակային պարկի հետին պատի հաստացում եւ պղտորում, կոչվում է ֆիբրոզ կամ որոշ մարդկանց մոտ կոչվում է կատարակտ երկրորդային, այս դեպքում արդեն մենք իրականացնում ենք 5 րոպե տևողությամբ լազերային միջամտություն եւ այդ հաստ եւ պղտոր թաղանթը լազերի միջոցով առանց որևէ կտրվածքի, որևէ ցավի բացում ենք 5 րոպե տևողությամբ եւ բուժարուն արդեն գնում է իր գործերով, իր առօրյա աշխատանքով զբաղվում։ Այդպես իր առօրյա գործերով զբաղվելուց առաջ անպայման զգուշացնում եք, որ կկրես արևային ակնոց մի քանի ամիս։ Իհարկե, արևային ակնոցները պարտադիր են, քանի որ արհեստական ոսպնյակները չեն կարող մեր բնական ոսպնյակների ֆունկցիան իրականացնել, այսինքն պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք համար մեկ թշնամին են աչքերի համար, ակնահատակի համար։ Եվ դրա համար մենք հորդորում ենք, որպեսզի վիրահատությունից հետո արևային տաք եղանակներին կրեն արևային ակնոցներ, ինչպես նաև ձմռանը, երբ որ լավ ձյունը ծածկում է դուրսը, պետք է կրեն արևային ակնոցներ, քանի որ այս պարագայում ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակը բավականին մեծ է, եւ եթե չկրենք, մենք կարող է ունենանք ակնահատակի տարբեր տիպի վնասումներ, այրվածքների տեսքով պեկուս։ Իսկ առհասարակ արևային ակնոցների ճիշտ ընտրությունը ինչ նշանակություն ունի տեսողության վրա, կարող է ազդեցություն ունենալ, թե չէ, եթե նույնիսկ իր բնական ոսպնյակներն են, պարզապես մարդ սիրում է ակնոց կրել, ինչպես հասկանալ ճիշտ ակնոց է ընտրել, թե չէ, եւ եթե անորակ արևային ակնոցներ ունենա, ինչ կերպ կանդրադառնալ տեսողության վրա հետագայում։ Մենք միշտ հորդորում ենք մեր պացիենտներին արևային ակնոցներ գնելու ընթացքում
միշտ ստուգեն դրանց պաշտպանության մակարդակը, այսինքն ժամանակակից օպտիկաներում, որտեղ վաճառում են արևային ակնոցները, կան սարքավորումներ, որոնք թույլ են տալիս որոշել տվյալ արևային ակնոցը ունի արդյոք ուլտրամանուշկագույն ճառագայթումից պաշտպանության, թե չունի։ Քանի որ եթե մենք կրենք ոչ թե իրական արևային ակնոց, այլ գունավորված ապակիներով ակնոցներ, մենք ավելի շատ կվնասենք աչքին։ Ինչու համար, որովհետև մեր բբերը, աչքի բբերը, որոնք մեծանալու եւ փոքրանալու հատկություն ունեն, նրանք ունեն նաև պաշտպանիչ ֆունկցիա, իմաստը դա է, այսինքն մենք ուժեղ արևային ճառագայթների ազդեցության տակ բիբը նեղանում է, որպեսզի պաշտպանի ակնահատակը ուլտրամանուշակագույն ճառագայթներից եւ ավելի մոտ կամ ստվերի մեջ ինքը լայնանում է, որպեսզի ինչքան հնար ավելի մեծ հոսքով լույս մտնի աչքի ներս եւ ունենանք հարաբերական բարձր պատկեր։ Երբ որ մենք կրում ենք արևի տակ գունավորված ապակիներով ակնոցներ, մենք ստեղծում ենք արհեստական մթություն եւ բիբը կլայնանա, բայց այդ լայն բբի միջոցով կանցնեն ոչ թե պաշտպանված ճառագայթներ, այլ նաեւ ուլտրամանուշակագույն ճառագայթներ եւս, եւ արդյունքում մենք ավելի կվնասենք ցանցաթաղանթը, քան թե եթե մենք կրենք նորմալ արդեն պաշտպանված ակնոցներ։ Կամ որակյալ արևային ակնոցներ կամ առհասարակ կրել հարկավոր չէ։ Իհարկե, միայն որակյալ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ Արարի համար։ Իբրև վերջաբան հիշեցնեմ ձեզ մեր YouTube-յան ալիքին բաժանորդագրվելու կարևորության մասին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կարող եք մեզ գտնել ցանկացած այլ սոցիալական հարթակում։ Իդեպ ինչ վերաբերում է բժշկին, ապա մենք կտեղադրենք նաև նրա տվյալները, կոնտակտները, նրան հեշտ գտնելու համար։ Նայելը եւ տեսնելը տարբեր հասկացություն է։ Դուք կարող եք ունենալ բացարձակ տեսողություն, բայց չտեսնել կյանքի գեղեցկությունը եւ չնկատել շատ բան։ Սա առաջինն է, ինչ ես ձեզ ցանկանում եմ տեսնել։ Հանդիպելու ենք նաեւ հաջորդ ուրբաթ, առայժմ։